Ռոստամ և Սոհրաբ Նախերգ Առյուծասիր Սոհրաբը, երբ տեսավ մի նոր ախոյան, շուրթը կծեց ու ծիծաղեց, մտքում կշռեց նա նրան. Ահա եկավ մի ցիր, ասաց, գնամ նրան որսալու, թեկուզ գուրզ ու սրիտեր է, բայց իմ ձեռքն է ընկնելու, հագավ ամուր զենք ու զրահ, քաջ զինվորի պես հպարտ, գլխին դրեց չինական մի երկաթակուռ սաղավարտ, եկավ, կանգնեց թշնամու դեմ ու մռնչաց զայրագին, իսկ զինավարժ աղջիկը, երբ տեսավ, խիզախ Սոհրաբին, առավ տեգը և աղեղը և նիզակը սրածայր, այդ նետերով արծվին անգամ, նա կգցեր լուսնից վար, նա Սոհրաբի վրա տեղած սուր նետերի հորդ տարավ, մենամարտի դաշտում արագ տարածեց ահ ու սարսափ, բայց Սոհրաբը այդ արարքը համարեց շատ անխոհեմ ու բարկացած թամբեց իր ձին ու սլացավ նրա դեմ, Գորդաֆերիդն, երբ որ տեսավ սեկ Սոհրաբը համարձակ արշավում է ուղիղ իր դեմ, ինչպես բոցեղ մի կրակ, ուսին գցեց լայն աղեղը, քաշեց սանձը նժույգի, ապա կանգնեց ձիու մեջքին, ձին ծառս եղավ շեշտակի, նա նիզակի ծայրը ուղեց Սոհրաբի դեմ, հարվածի, ամբողջ թափ ու ուժը տալով սուր նիզակին ու սանձին, Սոհրաբը, երբ տեսավ նրան, դառավ կարծես շանթաբոց, զիվոսոխը հնարել էր մենամարտի նոր միջոց, անմիջապես քաշեց ձիու սանձափոկը ամրակապ ու սլացավ ինչպես սերոշ ազերգեշաս փրեշտակ, ժանիքաբաց առյուծի պես գտել էր մի որսացու և թշնամու դեմ լարեց նա իր նետերը մահացու, մի ձեռքով նա սուր էր բռնել, իսկ մյուսով ամուր տեգ, մեջքին ուներ երկաթե գուրզ, ուսին աղեղ կորաթեք, թափով զարկեց ձիավորի երկաթ գոտուն ամրակար ու ոսոխը զենք զրահով ձիու թամբից ընկավ վար, ու Սոհրաբը փորձեց նրան գցել ձիու ոտքի տակ, ոնց ճոկանի մեկ հարվածով ցած են գցում մի գնդակ, բայց աղջիկը չվարանեց խելք ու վարքով կանացի, թուրը քաշեց իր պատյանից, որ ոսոխին հարվածի, նա Սոհրաբի տեգին զարկեց, տեգը եղավ երկու կես, նորից նստեց թամբի վրա, նորից ելավ ասպարեզ, Սոհրաբի դեմ մենամարտը, երբ որ գտավ անհնար, շրջեց դեմքը, որ փախչելու համար գտներ ճանապարհ, սեկ Սոհրաբը մենամարտում իր նժույգն էր թռցնում, նա բարկության պահին նույնիսկ արեգակ էր հանգցնում, գոռգոռալով քշեց իր ձին, ինչպես ահեղ աժդահա, խփեց գլխին, մի կողմ նետեց սաղավարտը աղջկա, և զրահի տակից իսկույն թափվեց հետքը սևաբույր, փայլատակեց նրա դեմքը արևի պես ոսկեհուր, Սոհրաբը նոր հասկացավ, որ աղջիկ էր նա մի ծպտյալ, որ ծածկել էր գլխարկի տակ իր ծամերը սևափայլ, նա զարմացած ասաց, եթե
Իրանը մեզ ծանակում, մենամարտի համար մեր դեմ աղջիկներ է ուղարկում, ապա քաջայր մարդիկ, եթե վաղը մեր դեմ ուղարկի, մեր մոխիրը կբարձրանա և աստղերը կողակի։ Ասաց, շտապ թամբից հանեց գալարահյուս մի պարան, ապա գցեց և օղակեց այդ աղջկան նրբիրան։ Աղջիկը ճիգ ու ջանք թափեց, որ ազատվի անարգել, բայց իզուր էր, զիպարանը նրա մեջքն էր օղակել։ Իմ ձեռքից դու չես ազատվի, Սոհրաբն ասաց աղջկան, կինը ինչ է, որ ձի նստի ու զենք կրի մարտական։ Քեզ պես մի որս դեռ չի ընկել իմ ցանցի մեջ առայսօր, պախտոր ջրում ձուկ ցանկացար, անկար ձեռքը իմ հզոր։ Ուրիշ հնարք երբ չգտավ, դեմքը շրջեց և ի ցույց ասաց. Գործով խիզախ ես դու, ով քաջարի քաջարյուց, մեր երկուսի զորքը կանգնել, նայում է մեզ ակնդետ, թե ինչպես ենք ասպարեզում մենամարտում իրար հետ։ Նրանք տեսան և իմ դեմքը և գլուխս վարսաբաց, լավ իմացիր, որ քո մասին կբամբասեն անկասկած, թե նայեցեք, մի կնոջ հետ կռվեց մի քաջ տղամարդ, ասպարեզի փոշին ելավ մինչև երկինքն աստղազարդ։ Նայեք նրա արած գործին, ճիգ ու ջանքին, հասակին, ամոթ բան է, երբ քաջի դեմ դուրս է գալիս մի թույլ կին։ Պետք չէ հուզել ժողովրդին ու գրգռել բանավեճ, երկու կողմի բանակները խեղդել արյան ծովի մեջ։ Արի հաշտվենք մենք իրար հետ, դա խելոք է ավելի։ Ով որ բարի գործ չի անում, նա էլ աշխարհը կավերի, իմ պատճառով մի վշտանա, գցիր թուրը քո հատու, մենք կարող ենք լոկ հաշտությամբ ծառեր տնկել բերքատու։ Քեզ ենք տալիս մեր սպիտակ բերդը, որպես մեծավար, երբ այցելես, թող այն դառնա քեզ համար միշտ նստավայր։ Ասաց, ապա սեկ Սոհրաբին ցույց տվեց իր դեմքը հուր, և գեղեցիկ շրթունքները բացեց ինչպես ճաքած նուռ։ Դրախտայգի կարծես լիներ այդ աղջիկը նրբիրան, դեռ չի տնկել նման մի ծառ, ոչ մի հմուտ այգեպան, եղնիկի պես աչքեր ուներ և կեռ հոնքեր հանց աղեղ, գլխից մինչև ոտքի ծայրը մի պարտեզ էր ծաղկագեղ։ Իսկ Սոհրաբը կախարդական նրա տեսքից քարացել ու դյութանքից խելքը կորցրած խենթ սիրահար էր դարձել։ Նա հիացած այսպես դիմեց. խոստումը քո չդրժես, զի աչքերով տեսար, ինչպես մտա կռվի ասպարեզ։ Հույս չդնես, որ աշխարհում բարձր է բերդը ձեր միայն, և չկարծես, թե Արարչի կամարից էլ վեհ է այն, հիմնահատակ կքանդեմ այն հարվածներով իմ տեգի, ոչ մի հերոս սիրտ չի անի ամուր մեջքը իմ թեքի։ Գորդաֆերիդն իր նժույգի երասանը քաշեց ետ, և Սոհրաբն էլ իր նշույքի սանձը թեքեց հետս հետ,
ու երկուստեք ետ գնացին շանթի նման լուսաբեր, Գոսթեհեմը բերթի դռանը սպասում էր անհամբեր։ Բերթի դուռը բաց արեցին և աղջիկը մտավ ներս, առանց ծպտյալ դիմակի և առանց տեգի բացերես։ Դարպասները պինդ փակեցին, բոլոր մարդիկ անհանգիստ արտասվեցին, զի իրենց հետ բախտը բարվեց անչափ խիստ։ Գորդաֆերիդը խաբում է Սոհրաբին։ Երբ իմացան, որ Հեջիրը թուրքին գերի է ընկել, հեկեկացին բոլոր մարդիկ, երիտասարդ և թեցեր։ Գոսթեհեմը եկավ, տեսավ իր աղջկան գեղանի, բերեց իր հետ իշխանազուն հսկաներին իրանի։ Ով իմ դուստր, ասաց, իրոք առյուծ ես դու, ոչ թե կին, Աստված քեզպես աղջնակ չէ պարգևել դեռ ոչ մեկին, դու կռվեցիր ու խաբեցիր մեր ոխերիմ թշնամուն, որ Իրանը այսուհետև էլ չկրի վատ անուն։ Աստծու ձեռքը թող մեր գլխից ընդմիշտ լինի անպակաս, նա թշնամուց փրկեց կյանքդ, վերադարձար անվնաս։ Գորդաֆերիդն այդ խոսքերից ուրախացավ ու ժպտաց, ապա գնաց պարսպի վրա կանգնեց, նայեց ցած, տեսավ թամբին հպարտ նստած սեկ Սոհրաբին առնացի, հեռվից նրան այսպես ասաց. Ով քաջարի թուրանցի, այստեղ գալով տարար ծանր չարչարանք ու նեղություն, ձեռք քաշիր այս պատերազմից, վերադարձիր նորից տուն։ Իսկ Սոհրաբը պատասխանեց. Ով աղջիկ դու լուսնահեզ, արեգակով, թագով, գահով երդվում եմ ես ահա քեզ, որ այս բերդը պիտի քանդեմ, անեմ հողին հավասար, ես այնպիսի բաներ կանեմ, ինչպես որ այստեղ չտեսար։ Քեզ կբռնեմ ու ծամերդ օղակ կանեմ իմ ձեռքում, որ չծաղրես ու ծանակես այսուհետև ոչ ոքու։ Այն ժամանակ, երբ փոշմանես, ով խորամանկ իրանցի, բախտը գլխիդ սաղավարտը պիտի առնի ցած գցի։ Ուր է, ասա, այն խոստումը հանդիպումից մի քիչ անց, հավատացի քո երդումին, ում ներեցի քեզ սրտանց։ Իսկ աղջիկը ի պատասխան բարձր խնդաց անհոգդողտ, թե իրանցին թուրքին երբեք ընկեր լինել չի կարող, թեկուզ ինձ մոտ դու չունեցար հաջողություն կամ օգուտ, բայց մի տանջվիր, քանզի վիշտը ցավ կբերի քո հոգուն։ Թուրք չես, ոչ էլ թուրքի տոհմից, ես այդպես եմ քեզ կարծում, արիացին ես, կամ թե ունես իշխանական մեծ ծագում, որովհետև կռվի դաշտում չեմ հանդիպել մի քաջի, որ ունենա հասակը քո, անհաղթ ուժը քո աչի։ Բայց երբ հիմա սուրհանդակը շահնշահին լուր տանի, որ մեր բերդը պաշարել է ինչ-որ մի թուրք պատանի, Քաուս շահը և Ռոստամը կբերեն քաջ արյուծի, ձեզնից ոչ ոք չի դիմանա Ռոստամ զալի հարվածին։ Ու կենդանի մարդ չի մնա ձեր բանակից ոչ մի թուրք, Աֆրասիաբի երկիրն ամբողջ կդառնա լոկ մոխրակույտ։
Հազար ափսոս քո գեղեցիկ կերպարանքին, ով անբախտ, որ քո ուժը առյուծներից պիտի մնա միշտ անհայտ։ Հույս մի դնիր ոչ քո ուժին, ոչ բանակին քո հալու, գերեզմանիդ խոտը չէ, որ կռվի կեր է լինելու։ Ուստի արագ տուր զորքերիդ վերադարձի հրաման, քո երեսը շուռ տուր կռվից ու սլացիր դու թուրան։ Սեկ Սոհրաբը այդ խոսքերը թեկուզ տվեց փուչ քամուն, բայց ափսոսաց, որ խաբվելով բերդը թողեց թշնամուն։ Բայց Սոհրաբը իր բանակով սրաշավեց համարձակ, մոխիր արեց գյուղ ու քաղաք, ինչ որ ընկավ ձեռքի տակ։ Ամբողջ օրը քաջ Սոհրաբը խորտակում էր այս ու այն, ապա կռվից վերադարձավ հոգնաբեկ ու ձեռնունայն։ Ասաց. գնամ, թող բանակս կռվից հետո շունչ քաշի, վաղը կգամ և այս բերդը կանեմ մոխիր ու փոշի։ Ասաց, ապա վերադարձավ իր բանակի մոտ, սակայն որոշեց, որ առավոտյան կհարձակվի անպայման։ Գոսթեհեմի նամակը Քաոսին։ Սոհրաբը, երբ հեծավ իր ձին, թողեց դաշտը ընդարձակ, Գոսթեհեմը իր դպիրին ասաց գրիր մի նամակ։ Նա Իրանի շահին գրեց սրտագրավ ջերմ խոսքեր, իր մոտ կանչեց արագընթաց ու խորամանկ մի բանբեր։ Մաղթանք արեց երկրակալին, որին մեծ սեր էր տածում, և հարափող կյանքի մասին նա գանգատվեց Աստծուն։ Գրեց, թե մեզ վրա եկան բազմաբազում թուրանցի, կռվարար ու կտրիչ մարդիկ, հետևակ ու արյուծի, և թե նրանց զորավարն է մի պատանի փահլևան, որ հազիվհազ լինի հիմա 14 տարեկան։ Առյուծի պես ուժեղ է նա, ունի նոճու վեհ հասակ, շողշողում է դեմքը նրա, ինչպես գարնան արեգակ։ Ողջ Իրանում դու չես գտնի նրա նման բարձր լեռ, նա խորտակող հարված ունի, գորզ ու վահան ծանրաբեռ։ Երբ հնդկական թուրը ձեռքին դուրս է գալիս ասպարես, չի ճանաչում ծով ու ցամք, սլանում է քամու պես։ Իրանում և ողջ Թուրանում չկա նման մի քաջ մարդ, որ գա մրցի կամ թե նրա դեմ մղի գոռ մենամարտ։ Նրա ձայնը նմանվում է կործանարար ամպրոպի, թուրը երբ որ ձեռքն է առնում, ասես պիտի նա պայթի։ Նրան Սոհրաբ են անվանում, առյուծասիրտ այդ մարդուն փղից բնավ չի տարբերվում, կարծես վիշապ է արթուն։ Ով որ տեսնի կմտածի, որ Ռոստամն է հաղթանդամ, կամ սերում է Նարիմանի ազնիվ տոհմից այդ հսկան։ Երբ նա այստեղ հասավ զորքով ու հեջիրը փառապանց գնաց թամբեց իր նժույգը ու սլացավ սրընթաց, եկավ կանգնեց Սոհրաբի դեմ, որ տապալի պատանուն, բայց Սոհրաբը մեր հսկայի դեմքին անգամ չէր նայում։ Ակնթարթում անհետանում ու գալիս էր պայքարի, հեջիրն անգամ չէր հասցնում նետ աղեղը իր լարի, բայց հեջիրին թամբից պոկեց, ապա նետեց նա մի կողմ, մենք ապշեցինք, քանզի կռվում ավերում էր ինչպես հող։
կենթանի է հեջիրը, բայց ափսոս անկավ նագերի։ Տանջվող հոգին ու մարմինը գրավ տվեց թուրքերին։ Ես իմ կյանքում շատ եմ տեսել թուրք ձիավոր քաջարի, բայց չեմ տեսել այնպիսի մարդ, որ նրա պես ձիվ արի։ Նրա նման պատերազմող այր չես գտնի աշխարհում, պետք է տեսնել թամբի վրա ինչպես է նա գուրզ խաղում։ Ողջ Իրանում դու չես գտնի նրա նման ռազմագետ, գուցե Ռոստամզալը մրցի այդ պատանի քաջի հետ։ Բայ այն քաջին, ով որ ընկնի նրա ամուր ճանկի մեջ, պատառ կանի նրան հովազի պես արնատենչ։ Չեմ ցանկանա, որ նրա դեմ մենամարտի մի քաջայր, Ախոյանը թեկուզ լինի մի ծանրանիստ քարաժայր։ Նա բոլորին կջարդոտի, դեն կնետի մեկ առ մեկ, երբ ցասումի պահին քշի իր նժույգը հողմապեկ։ Եթե շահը հապաղի և թույլ տա նրան դարանի, կամ թե բանակ չվարի և պատերազմից վարանի, անցած պիտի համարենք մենք մեծությունը Իրանի, քանզի նրա հարվածները ոչ մի հսկա չի տանի։ Ով նրա դեմ մենամարտի, կհամոզվի, իրոք, որ ոչ մի հսկա նրա հանդեպ նիզակ ճոճել չի կարող։ Չի ծնվել դեռ նման հսկա, թե հիմա և թե առաջ, կարծես ինքը վերածնված Նարիմանյան Սամն է քաջ։ Չենք դիմանում մենք Սոհրաբի ահեղ գուրզի հարվածին, սմբակներից կայծ է հանում ամպրոպածին նրա ձին։ Ով շահնշահ, մեզ համարիր հիմա մեռած կամ կորած, մեր ոսոխի կարողության մասին գիտե և Աստված։ Հենց այս գիշեր մենք բոլորս թողնելու ենք գյուղ ու բերդ, խուճապահար պիտի ելնենք նահանջ տանող ռազմաերթ։ Թեկուզ հիմա համբերենք և տոկանք միառժամանակ, անօգուտ է, քանզի պիտի թափենք իզուր ճիգ ու ջանք։ Նրա առջև ոչ մի ամրոց չի մնա, անսասան, նա արգելքներ է կործանում, ինչպես անհաղթ մի գազան։ Երբ նամակը վերջացրեց, Գոստեհեմը բարկացած կես գիշերին սուրհանդակին իր մոտ կանչեց և ասաց. լուսաբացին դու ամրոցից այնպես պիտի ելնես դուրս, որ չտեսնի մեր թշնամու ոչ մի զինվոր հետախույս։ Երբ նամակը հանձնեց նրան, Գոստեհեմը շուտապույտ տեղից ելավ և ստուգեց բերդի ամեն ելք ու մուտք։ Ամրոցի տակ մի ճամփա կար, պետք էր անցնել չոքեչոք։ Գոստեհեմը միայն գիտեր գաղտնի ուղին, էլ ոչ ոք։ Գաղտագողին նա ներս մտավ, բերդում թողեց գահ ու գանձ, մութ ճամփեքով իր ետևից տարավ զորքին ու կանանց։ Սոհրաբը գրավում է սպիտակ բերդը։ Արևը, երբ լեռան վրա կանգնեց ինչպես գեղուհի, թուրանական բանակները իսկույն ելան գրոհի։ Սեկ Սոհրաբը ձեռքին ուներ երկար նիզակ ծանրաքաշ, նա թամբել էր արագընթաց իր սամանդձին ոսկեբաշ։ Նա արշավեց, որ սպիտակ բերդը անի քարուքանդ։
որ ոչխարի նման մարդկանց քշի, տանի սարուհանդ։ Կանչեց, սակայն ձայն չլսեց, բերդը դատարկ էր վաղուց, բարկությունից նա մռնչաց, ինչպես ահեղ մի առյուծ, կես գիշերին փախել էին Գոսթեհեմի հետ, սակայն ամենուրեք լռություն էր, դատարկություն մեն միայն։ Իսկ Սոհրաբը որոնում էր իր սիրելի աղջկան, երբ չգտավ, սաստիկ տխրեց, որ չի տեսնի էլ նրան։ Ավախ, ափսոս, հազար ափսոս, ախ, ախում էր նա անվերջ, իսկ լուսինը անպիտակ է, իսկ իմ ճամփան մթամեջ։ Կարծես աչքիս զարմանալի հարված իջավ, կուրացա, երբ այդպիսի չքնախ որսը իմ թակարդից հեռացավ։ Եղնիկն եկավ ընկավ ցանցս, ես փառք տվի Աստծուն, թեկուզ փախավ, բայց խճճեց ինձ իր սիրո մեծ ցանցում։ Փերի էր նա, ես չգիտեմ, երբ որ աչքիս երևաց, խելքս գլխից հանեց, տարավ, սիրտս արավ խորոված։ Աներևույթ կորավ հանկարծ այդ աղջիկը լուսնահեզ, սերը դրեց իմ սրտի մեջ, տանջվում եմ ես մշտապես։ Չհասցրի գեթ մի վայրկյան նայեմ, խոսեմ նրա հետ, նրա սերը հոգիս մաշեց, աչքս դառավ արյան գետ։ Միայն սիրո մի կաթ ցողաց իմ արյան մեջ վշտահոս, մոլորվեցի, երբ նրանից լսեցի ես քաղցր խոսք։ Չգիտեմ, թե այդ կախարդը ինչ արեց ինձ գախնաբար, ես կորցրի իմ հանգիստը, չեմ գտնում նոր ճանապարհ։ Այսուհետև ես չեմ տեսնի մի այդպիսի գեհուհի, որ ունենա քաղցր լեզու ու վառ պատկեր արևի։ Ամեն անգամ, երբ հիշում եմ խոսքը նրա մեղմանուշ, կարծես մեկից սրտիս վերքի մեջ են խրում հսկա փուշ։ Ախ, ինձ վրա շատ թանկ նստեց փախուստ այդ աղջկա, ու չգիտեմ, թե ով էր նա, սպասում եմ, հույս չկա։ Տխրությունից հալումաշ էր լինում քաջը անդադար, բայց չէր հայտնում սրտի վիշտը սիրուց դարձած ցավագար։ Բայց մարդկանցից սերը ծածուկ չի մնացել աշխարհում, խորհրդավոր գաղտնիքը միշտ աչքից արցունք է քամում։ Ինչքան էլ այն գաղտնի պահես, պետք է հանի հոգու ձայն, սիրահարը թեկուզ լինի քեզ համար լուռ մի արձան։ Նրա սիրո կրակն այնքան, որ բոկվել էր իր հոգում, որ դեռնել էր, կարծես լիներ աշնան տերև ու քրքում։ Բայց այդ մասին տեղեկություն չուներ հուման նաչալուրջ, թե Սոհրաբը ինչու է միշտ տխրադալուկ, այդքան լուրջ։ Բայց բնազդով նա նկատեց, որ Սոհրաբի հոգու մեջ խորհրդավոր ինչ-որ մի միտք նրան տանջում է անվերջ։ Նա ձեռքերով պաշտպանում է հողն ու ջուրը գոր թուրքի, իսկ ոտքերով խճճվել է հյուսքերի մեջ մի կուռքի։ Բայց չի հայտնում սրտի վերքը, այնտեղ կրակ կա անշեջ, քայլում է
չոր գետնի վրա, բայց ոտքերը ցեխի մեջ։ Եվ հումանը գտավ հարմար հարցուփորձի շարժարիտ, ասաց. «Կռվում անհաղթ ես դու, քանզի ունես վագրի սիրտ։ Մեր պապերի մոտ այսպիսի սովորություն կար մի հին, նրանք իրենց խիզախությամբ հայտնի էին աշխարհին։ Ամրոցներ են ավերել ու ջարդել բազում վեր տուտեք, սակայն սիրո խենթ բաժակով չհարբեցին, երբեք։ Հարյուրավոր եղնիկներ են նրանք բռնել, ազատել, բայց ոչ մեկին ոչ սիրել են, ոչ էլ խաբել կամ ատել։ Միշտ խաբուսիկ հրապույրից իրենց պահել են հեռու, որովհետև խելոք էին, չէին տարվում թշնամուն։ Նա է դառնում հռչակավոր փահլևան ու զորապետ, ով իր եսն ու միակ սերը կապում է լոկ Աստծու հետ։ Չէ որ ունես խորտակող ուժ, առյուծասիրտ իմ Սոհրաբ, ում սիրով ես դու մոլորվել ու շղթայվել ամրակապ։ Վայել չէ քեզ, երբ սիրտը քո դարձրել ես սքոտուն, մի գեղեցիկ աղջկա համար քեզ տանջում ես օրնիբուն։ Աֆրասիաբը իր որդին է քեզ անվանում առայսօր, քանզի ծովում ու ցամաքում միայն դու ես զորավոր։ Պատերազմի համար էր, որ մենք Թուրանից հեռացանք, ու թշնամու ծով արյան մեջ մենք բոլորս լողացանք։ Իրանացոց դու նեղեցիր քո սաստկությամբ, ով առյուծ, և հեշտությամբ մեր ձեռքն ընկավ այս ամրոցը հինավուրց։ Ինչքան էլ որ մեզ հաջողվեց շահել մարտը առաջին, բայց վերահաս վտանգներ կան, հույս ենք դրել քո աջին։ Անշուշտ, կգա Քեյքաուսը քաջ Թուսի հետ արյացին ու կբերի Ռոստամզալին, որ նա ծաղրի առյուծին։ Կգան Բահրամն ու Գիվագոր և Գուդերզն ու Միլադը, Վարամազն ու մեծ Գուրգինը և Գորազն ու Ֆարհադը, կգան ուրիշ մեծամեծներ, պողպատաձեռք ու անհաղթ, քինատենչիկ զինված բազում քաջեր կան դեռ անհայտ։ Նրանք կգան և կմղեն մեր դեմ ահեղ պատերազմ, մենք առանց քեզ չենք դիմանա բանակներով անպատրաստ։ Ասպարեզի անպարտելի Ախոյանը դու ես, կաս, այդ աղջիկը մեր Թուրանին կպատճառի մեծ վնաս։ Դու ինքդ քո քաջ մղումով, ով պատանի տղամարդ, ձեռնարկեցիր մի դժվար գործ, որ խորտակվի ապագատ։ Եթե լինես հաստատամիտ, կամքդ պիտի կատարվի, իսկ եթե քո միտքը քամու նման այդպես տատանվի, դու չես կարող ոչինչ անել, գործն է մնում հարատև, բարի գործը վախկոտ մարդուն միշտ դարձնում է սրաթև։ Նոր սկսած գործից այժմ դու գլուխ չես հանել դեռ, բայց մեկ ուրիշ գործ ես բռնել քո ուժերից առավել, շատ երկրներ կգրավես զինվորի պես դու աննահ, դու շահերից պիտի խլես իշխանական թագ ու գահ։ Իշխանական այն մարզերը, երբ ենթարկես քո գահին, ամեն մեկը քեզ կուղարկի մի ոսկեվարս նվերքին։
նա է միայն գեղեցկու սիրուց խոցվում, սիրտը կույր, ով որ զուրկ է ոսկուց, գանձից, ստրուկ է և կամքից թույլ, ով աշխարհում անուն ունի և դղյակներ պերճուճող, նրա շիտակ ու ձախ գործը ընթանում է միշտ հաջող։ Եվ Հումանի այս խրատը քնից հանեց Սոհրաբին, ամբողջ հոգով նա նվիրվեց պատերազմի մեծ գործին։ Ասաց. ով դու երևելի ու բանիմաց քաջ Հուման, հիմա գիտեմ, որ աշխարհում մեծ մարդ չկա քեզ նման։ Քո խրատը խոցված սրտիս համար եղավ դեղ դարման, ես քեզ հետ եմ կնքում կռվի ու հաշտության նոր պայման։ Անծայրացիր աշխարհն ամբողջ լինի թե ծով, թե ցամաք, ես կդնեմ Աֆրասիաբի արքայական ոտքի տակ։ Քաուս շահը հրավիրում է ժով։ Գոսթեհեմի լուրը հասավ Քարաբերդը կահանիստ։ Շահը կարդաց փակ նամակը, ափսոսաց ու տխրեց խիստ, ապա կանչեց ծանրակշիռ քաջ այրերին փորձառու, որ նրանց հետ զրուցի, թե վերջը ինչ է լինելու։ Եկավ Քաուսը, Քոշուվադը, Գուդերձը և Գիվը քաջ, թե Գուրգինը, թե Ֆահրադը, թե Բահրամը հաղթալանջ։ Քաուս շահը բոլորի մոտ հայտնեց լուրը սրտառուչ և Սոհրաբի մասին ասաց, որ քաջ այր է ռազմաշունչ։ Ավագանու հետ զրուցեց, այնուհետև նա ասաց. այս նոր գործը երկար պիտի մեզ չարչարի անկասկած։ Գոսթեհեմը այս նամակում տալիս է մեզ մի խորհուրդ, երբևիցե չտատանվել, զորք հավաքել շուտափույթ։ Ինչ եք հիմա առաջարկում, ես լսում եմ ձեզ միայն, մենք Իրանում ունենք արդյոք Սոհրաբի դեմ Ախոյան։ Եվ վճռեցին, որ քաջ Գիվը արագ գնա Սիեստան, ուր ապրում է Իրանի մեծ փահլևանը հաղթանդամ։ Ռոստամ Զալին անտարակույս հայտնել է պետք լուրը այդ, որ վտանգի տակ է հիմա մեր երկիրը հնավանդ։ Ուստի թող որ այստեղ բերի բանակները թրքաքեն, քանզի գիտենք նեղ օրերին նա է միայն ապավեն։ Շահանշահը իր դպիրին թելադրեց մի նամակ, թե ինչու է նենք թուրքերից սպասում նա մեծ վտանգ։ Քաուսի նամակը Ռոստամին։ Շահը գրեց Ռոստամ Զալին, ինչ որ ուներ իր սրտում, թե դու խելքով պայծառամիտ, հոգով մաքուր և արթուն, ողջ Իրանում դու ես միայն զորավարը մեծանուն, նեղ օրերին հենարան ես ու մեզ համար ամուրսյուն։ Թուրանացի մի փահլևան զորք է բերել անքանակ և Իրանի սահմանամերձ բերդը գցել ոտքի տակ։ Մեր սպիտակ բերդի զորքը նահանջել է անհապաղ, պաշարված է ողջ ամրոցը, չկա ոչ մի ճանապարհ։ Թուրանացած զորապետը կորովի է, ամրաջիղ,
սրտով խիզախ առյուծ է, իսկ մարմանով հսկափիղ։ Ողջ Իրանում դու ես միակ այն զինվորը քաջարի, որ կարող է թուրք ոսողի սև երեսը սև անի։ Քաջ զավակն ես ողջ Իրանի, ուժի տեր ես երկնատու, ոսողների սիրտը խոցող սուսեր ունես դու հատու։ Դու գերագույն զորապետն ես մեր պանծալի բանակի, Աստված խելք ու ուժ է տվել քեզ վեհություն կրկնակի։ Էլ ում կոչեմ փղամարմին կամ խորագետ փահլևան, երբ Իրանի պարծանքն ես դու, ամոր սյունը շահի տան։ Ողջ Իրանի հսկաների հսկան ես դու, ով անպարտ, քանզի ունես առյուծի սիրտ և ոսկեկուռ սաղավարտ։ Մազանդարան նվաճեցիր մեկ հարվածով քո թրի, խորտակեցիր կապանքները համավերան երկրի։ Գուրզի տահից արեգակը թափում է հոր դարտասուք, գարնան ամպը հրդեհվում է թրի զարկից քո դիպուկ։ Քո ճեպընթաց Ռախշի նման նժույգ չկա աշխարհում, չկա քեզ պես ախոյամփիղ Իրանում թե Թուրանում։ Վագրը քեզնից վախենում է, քանզի քաջ ես եզակի, ժայռի կրծքին փոս է բացում սուր հարվածը նիզակիդ։ Նեղ օրերին դու ես միայն մեծ լուսատուն Իրանի, քեզնով եմ ես հպարտանում ու քաջերն իմ անվանի։ Թող երկնային զորությունից քեզ միշտ լինի օրհնություն, գերշասպի պես ձիավոր ես, սամի նման հսկասյուն։ Երջանիկ ենք, երբ որ ունենք ազնվածին, տոհմացեղ, դու առյուծի հրաշք ծնունդ, դու զորավար հանճարեղ։ Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել քեզ միշտ ողջանդամ, դու Նայրեմի ազնիվ զավակ, հռչակավոր իմ Ռոստամ։ Եվ քանի որ այս վտանգից առաջ եկավ մի նոր բան, սիրտս ու հոգիս ծանր հոգսից կարծես հանգավ հավիտյան։ Այդ պատճառով գումարեցի համաժողով ռազմական, Գոսթեհեմի նամակից մենք իմացանք, թե ինչեր կան։ Իդեպ, գտանք ու վճռեցինք մենք բոլորս միաձայն, որ քաջ գիվը մեկնի Զաբուլ, քեզ որոնի անպայման, և քեզ հանձնի այս նամակը զորավարի իր ձեռքով, որ երբ կարդաս, իսկությունը հասկանաս դու քո խելքով։ Այս նամակը երբ կարդաս, ճամփա ընկիր անհապաղ, եթե սրտի խոսք կունենաս, գիվին չասես ոչ մի բան։ Չհոտոտես, եթե ձեռքիդ ծաղիկ լինի բուրավետ, աչքս հիմա քո ճամփին է, եկ, որ խոսեմ ես քեզ հետ։ Եթե պարկած լինես, իսկույն բեր կաց, Ռախշը քո թամբիր, իսկ թե ոտքի վրա լինես, բանակներդ շուտ ճամփիր։ Երբ Զաբուլից կհեռանաս քո գնդերով հրազեն, թող բոլորը աղաղակեն, թող թուրքերի դեմ վազեն։ Գոսթեհեմը մեզ հայտնել է ուժի մասին այդ թուրքի, բայց նրա դեմ քեզնից բացի չենք վստահում ոչ ոքի։ Երբ կկարդաս իմ նամակը, արագ մեկնիր ռազմադաշտ, ջարդիր այնտեղ Աֆրասիաբի զինվորներին կռապաշտ։ Շահը կնքեց փակ նամակը, հանձնեց գիվին և ասաց.
աճապարիր Զաբուլիստան հողմի նման սրընթաց, հանգիստ չտաս երիվարիդ, մաշիր սանձը քո ձեռքում, մինչև գտնես քաջ Ռոստամին, քնած լինի թե արթուն, թե գիշերը հասնես այնտեղ, ցերեկն իսկույն ետ դարձիր, ասա կռվի պահը մոտ է, թող արշավի արյուծին, մենք առանց քեզ այս չարամիտ թուրքին հաղթել չենք կարող, անհարմար է մեր բանակը կռվի հանել գողեգող, ապա գիվը Քաուշահից նամակն առավ և իսկույն հողմի նման թռավ, գնաց առանց դադար առանցքում, գիշեր ցերեկ ընթանում էր, փոշեպատ ու հոգնաբեկ, հացի, ջրի մասին իրոք չէր մտածում նա երբեք, Ռոստամը ստանում է շահի նամակը, այսպես գիվը Շահանշահի մոտից եկավ մինչ Զաբուլ, պահապանը Ռոստամ Զալին ազդարարեց մի նոր լուր, թե Իրանից հիմա եկավ արագավազմի բամբեր, նա սանձել է փրփրաբաշ միձի, ինչպես հսկալեր, Ռոստամ Զալը իսկույն ելավ Սուրհանդակին ընթառաջ և նրա հետ հեծելազոր բազում քաջեր լայնալանջ, գիվը արագ իջավ ձիուց, ինչպես խորունկ ռազմագետ, այնուհետև ոտքով գնաց, որ զրուցի նրանց հետ, իսկ քիչ հետո ձիուց իջավ Ռոստամ Զալը անվանի, հարց ու փորձեց շահի մասին ու վիճակից Իրանի, նրանք եկան Ռոստամ Զալի ապարանքը հոյաշեն, որ քաջերի հետ միասին հանգստանան, շունչ քաշեն, Սուրհանդակը հանձնեց քաջին ու հաղորդեց ջերմ խոսքեր ու Սոհրաբի մասին պատմեց, ինչ որ լսել էր արդեն, Ռոստամը, երբ այդ նամակը կարդաց, խնդաց իր մտքում, բայց զարմացավ, թե ինչ գաղտնիք ու խորհուրդ կա երկնքում, ասաց, Սամից եթե ծնվի մի պատանի հանճարեղ, չեմ զարմանա, որովհետև Սամը ունի ազնիվ ցեղ, չեմ հասկանում, թե ինչ գաղտնիք ունի Աստված այս գործում, բայց ծագումով, թե թուրք լինի, խելքին մոտ բան չեմ կարծում, չկա մեկը, որ հայտնի ինձ իսկությունն այդ մարդու, սիրիացի է թե թուրանցի, դեռ հայտնի չէ ոչ ոքու, Սեմենգանի շահի դուստրը ինձ պարգևեց մի որդի, բայց տարիքով շատ փոքր է նա, դեռ կարոտ է մոր կաթի, իմ պատանի որդին այժմ կռիվանել չգիտե, ինչպես պիտի նժույգ վարի, նիզակ ճոճի երկաթե, Սուրհանդակին ես հանձնեցի ոսկի գոհար անհաշիվ, որ նա ձեռքով հանձնի մորը, որ հոգսերը իր քաշի, Սուրհանդակը ինձ լուր բերեց, թե խելացի իմ որդին շատ չի անցնի, կմեծանա, ինչպես հսկա մի բարդի, բայց հարազատ իմ զավակը, եթե նույնիսկ ուզենա, զորք ջարդելու ընդունակ չէ, փահլևան չէ, քանզի նա, իսկ երբ կգա ժամանակը, ոչ մի անբախտ թուրանցի չի դիմանա իմ կորյունի անգամ մի թույլ հարվածին, այնքան գինի պիտի խմի շրթունքներով կաթնահոտ, որ բարձրանա նոճու նման, դառնա մի փիխ,
ամրավոտ։ Հիմա գնանք Դեստանզալի հովանոցը վերնատուն, երկար ճամփից հետո այնտեղ, որ վայելես հանգիստ քուն, հետո հանգիստ կմտածենք և կիմանանք վերջապես, թե ով է այդ անհայտ թուրքը, որ սարսափ է պատել մեզ։ Գիվը խորհրդակցում է Ռոստամի հետ։ Հսկա գիվը հաղթաբազուկ Ռոստամի հետ կամացուկ վեր բարձրացավ Դեստանզալի դաստակերտը պերճաշուկ։ Այնուհետև նրանք մտան ապարանքը Նայրեմի, որ խնջույքի մեջ մոռանան այս աշխարհը վաղեմի։ Գիվը դարձյալ նրան ասաց. «Ով Իրանի միակ հույս, արքայական թագ ու գահին դու ես տալիս առատ լույս»։ Քաոսարքան խիստ պատվիրեց, որ վազեվազ քեզ մոտ գամ, գիշեր լինի կամ թե ցերեկ, քուն չունենամ ես անգամ։ Ուստի պետք է մենք շտապենք, ով փահլևան կորովի, որ թշնամին մեր օջախում չգա եղնիկ խորովի։ Իսկ Ռոստամը պատասխանեց. Ես չգիտեմ ահ ու մահ, վերջը մի բուռ հող ենք, քանզի մենք ապրում ենք լոկ մի պահ։ Ուստի արի մենք այս գիշեր նստենք մի լավ խնջույքի, եկ մոռանանք շահնշահին ու չհիշենք ոչ ոքի։ Եվ մեկ օր էլ մնա այստեղ, որ մի ազատ շունչ քաշենք, որ ցամաքած մեր շուրթերը գինու թասի մեջ թրջենք։ Այնուհետև շահնշահին ներկայանալ կփութամ, ես Իրանի բանակներին կռվի ճամփա ցույց կտամ։ Քանզի բախտը ժամանակի պահել է մեզ դեռ արթուն, մեկ հարվածով ես կմարեմ կյանքի լույսը այդ մարդու։ Երբ որ տեղից վեր խոյանա անհուն ծովը ալեկոծ, նրա առաջ չի դիմանա ոչ մի կրակ մշտաբոց։ Իսկ եթե նա հեռվից տեսնի իմ դրոշը շողշողուն, կամ թե լսի փողից ձայնը, կքարանա իր տեղում։ Եթե լիներ ինձպես հսկա, կամ թե լիներ գուրզի տեր, կամ ունենար մենամարտի համար նիզակ ու նետեր, կամ թե լիներ քաջատոհմիկ Սամի նման վիթխարի, լիներ ուշի մի փահլևան, նման ծանր մի քարի, չէր կարենա այդպես արագ մտնել կռվի ասպարեզ։ Այս դիպվածը ուստի պետք չէ, որ ընդունենք ճշտապես։ Այսպես նրանք անցկացրին գինեխումի երեկոն ու խմեցին շատ կենացներ Արարչի հետ երեքով։ Հաջորդ օրը Ռոստամզալը սիրտը տված հաճույքի մտավ պալատ, որ գիվի հետ նորից նստի խնջույքի։ Շատ կոնծեցին, բայց քաջերի աչքը գինով էր ագահ, ուստի նրանք մոռացության տվին շահի թագ ու գահ։ Գերուխումը երբ վերջացավ, բերին երգող ու պարող, առանց երգի ոչ մի հսկա գինի խմել չի կարող։ Եվ այդ օրն էլ այդպես անցավ, ու քաջերը փառահեղ խնջույք արին հրաբորբոք, արեգակից էլ շքեղ։ Խրախճանքի երեք օրը անցկացրին միասին, ոչ հիշեցին ցավն աշխարհի, ոչ պատվերը քաոսի։ Չորրորդ օրը Ռոստամի մոտ եկավ գիվը քաջորդի, որ երկուստեք հսկայի հետ
նստեն գախտնի խորհրդի։ Քաուս շահը, ասաց գիվը, խստասիրտ է, տաքարյուն, ցասման պահին չի ցանկանում անգամ լսել թուրքանուն, անհանգիստ է, տխուր տրտում, առավոտի ցիրիկուն, ոչ ուտում է և ոչ խմում, ոչ էլ ունի հանգիստ քուն։ Եթե այսպես մենք Զաբուլում շարժվենք դանդաղ, անհարկի, քեյ քաուսի բարկությունը կգրգռենք կրկնակի։ Անտարակույս կզարիրանա, ինչպես ահեղ մի քամի, որպես թե մեր միտքը ծուռ է, կդառնա մեր թշնամին։ Բազում անգամ ինձ պատվիրեց, որ ես փութամ ավելի, օրհասական հենց այս պահին թուրքը չգա ավերի։ Ռոստամն ասաց. մեր ոտքի տակ, քանի ունենք ամուր հող, այս աշխարհում ոչ ոք մեզ հետ պատերազմել չի կարող։ Եվ չուշացան, հենց նույն օրը պատրաստեցին ռազմաերթ, հոգու ցավը փարատեցին հրաժեշտի գինու հետ։ Ռոստամզալը հրամայեց թամբել Ռախշը շանթածին, հնչեցնեն աղմկարար շեփորները պղնձի։ Ծառան բերեց քաջիձիուն, ասպանդակը ոսկեզոծ, արծաթակուռ թամբի վրա կար մետաքսե վառ ծածկոց։ Երբ Ռոստամի հրամանը լսեց խիզախ արյուծին, մեծ Զաբուլից ճամփա ընկավ շանթի նման հողմացիր։ Սպայական զորագունդը վարում էր քաջ Զեբարան, նա եղբայրն էր Ռոստամզալի, անվանի էր Փահլևան։ Քաուս շահը բարկանում է Ռոստամի վրա։ Դեռ մեկ օրվա ճանապարհ կար, բայց Ռոստամը անհանգիստ ժամանակից շուտ էր ուզում հասնել Բերդը գահանիստ։ Քուշուվադի Գուդերզ որդին և թե Թաուսը քաջավազ ձիուծիչան Ռոստամզալին ողջունեցին հոտնկայս։ Ձիուծիչավ և Ռոստամը ու ողջունեց սիրաջերմ, ամեն մեկի հոգու խորքում ցանել էր նա սիրո սերմ։ Այնուհետև եկան շահի ապարանքը բարձրադոտ, ամեն մեկի դեմքի վրա կար խնդություն, հրապույր։ Ներկայացան Քաուս շահին, բարևեցին գլխահակ, սակայն ոչ մի խոսք չասաց նա հսկաներին ոսկեթակ։ Շահը գոռաց գիվի վրա ու նախատեց նա կրկին, ոչ ամոթ կար աչքերի մեջ, ոչ պատկառանք կար դեմքին։ Ռոստամզալը ինչ մարդ է, որ մնամ միակ իր հույսին, կամ ով է նա, որ մերժում է հրամանը Քաուսի, ասաց շահը, այնուհետև գիվին դիմեց դառնաճիչ։ Ես ոտքի տակ կտամ նրան, ինչպես չնչին մի նարինջ, բռնիր սրան, աչքիս առաջ հանիր շուտով կախաղան, որ արքայի պատվի հետ նա այսուհետև չխաղա։ Շահի դաժան այս խոսքերից գիվը դառավ կոտրած նետ, նա չէր կարող այդպես վայրագ վարվել Ռոստամզալի հետ։ Քաուշահի բարկությունը կրկնապատկվեց այս անգամ, նա հոշոտող վագրի պես էր փղի նման հաղթանդամ։ Ռոստամի և գիվի վրա նա գոռգոռաց անվայել, շահի ցասման պահին նրանք սիրտ չարեցին բարբառել։ Իշխանները քարացել ու կանգնել էին շենշիվար, լուռ էր նաև հսկա գիվը առաջարկից այդ դժվար։
Այդ ժամանակ Քաուս շահը հրամայեց քաջ Թուսին, ասաց. «Հիմա կախաղանի սյունին գամ իր երկուսին»։ Ապա շահը գահաթորից իսկույն ցատկեց վշտաբեկ, կարծես լիներ սաստիկ շանթից բոցավառված մի եղեգ։ Թուսը ելավ, անմիջապես բռնեց ձեռքը Ռոստամի, բայց քաջերը զարմացան, թե ինչպես պիտի դուրս տանի։ Քաջ Ռոստամի սիրտը թնդաց, տեղից ելավ նա ցասկոտ, այնպես գոռաց, կարծես լիներ կարկտաբեր մի որոտ։ Թուսի ձեռքին զարկեց թափով ու գլորեց նրան ցած, ապա գնաց մի կողմ կանգնեց, փահլևանը հաղթապանց։ Այնուհետև դիմեց շահին ու նախատեց կատաղի։ «Այդքան սաստիկ քո կրքերը, մի բորբոքիր անտեղի, վատ են բոլոր գործերը քո, երկիր վարել չես կարող, քեզ վայել չէ աշխարհատեր Շահնշահի գահաթոռ։ Ես Դեստանի որդին եմ քաջ, տեր նիզակի ուտեգի, քեզ պես ոչ մի շահի առաջ իմ գլուխը չեմ թեքի։ Թե ուժ ունես, դու այն թուրքին բարձրացրու կախաղան, նրա ահից քո քաջերը դաշտը թողին ու փախան։ Հունաստանից մինչև Չինաց հողը, մինչև Եգիպտոս, Սեքսարից մինչ Համավերան ջարդում էի, ինչպես որս։ Այդ բոլորը իմ նիզակի և իմ ռախշի ոտքի տակ, ստրուկի և ծառայի պես խոնարհվել են շարունակ։ Իմ շնորհիվ դու էլ նույնպես մնացել ես կենդանի, բայց քո կինոտ սիրտը հիմա ուզում է ինձ սպանի։ Քաուս շահը ով է, երբ որ abերում եմ հանցքամի, կամ թե ով է Թուսը, երբ որ ձեռք է մեկնում Ռոստամին։ Քաուս շահի բարկությունից ինչու պիտի ես սոսկամ, չէ որ շահ ու մի բուռ հողը համարում եմ լոկ մի բան։ Իմ ողջ ուժն ու հաղթանակը պարգևել է ինձ Աստված, ոչ զորքից եմ այն ժառանգել, ոչ էլ շահից է տրված։ Իմ աթոռը երիվարս է, աշխարհը ինձ հպատակ, մատանին իմ ծանր գուրզն է, սաղավարտը գլխիս թակ։ Երբ բոցեղեն թուրս շարժեմ, գիշերները լույս կտամ, ռազմադաշտը մոխիր կանեմ իմ ձեռքերով առնական։ Իմ օգնական ընկերներն են նիզակս ու գուրզս մեծ, բազուկներս ու վեհ հոգիս Շահնշահ են երկնամերձ։ Վիշտ չեմ տվել Քաուս շահին, որ կախաղան է ցուցում, ես ոչ մեկի ստրուկը չեմ, ես ծառան եմ Աստծու։ Գիտուն մարդիկ ցանկացան ինձ կարգել երկրի շահնշահ, որ ես դնեմ արքայի թակ, բայց դրանից ինձ ինչ շահ։ Չեմ ցանկացել ես ունենալ արքայական թագ ու թախտ, ավանդական օրենքները ես պահեցի միշտ անխախտ։ Իսկ եթե ես ցանկանայի հարստություն, շահություն, Քեյ Քաուսը չէր ունենա արքայական մեծություն։ Ինչ որ այժմ ինձ ասացիր, արժանի եմ հատուցման, իմ լավության փոխարեն դու ցույց տվիր ինձ կախաղան։ Քեյ Կոբադին ես եմ կարգել գահի վրա Իրանի, Քաուս շահի բարկությունը համարում եմ Սինքամի։ Քեյ Կոբադի համար, եթե չգնայի ես Էլբորս, նա կմնար մի վայրենի, կաներ միայն ցիրի որս։ Եթե նրան չազատեի, չբերեի ես Իրան, ոսոխներին չջարդեի ու չտայի սուր նրան։ Եվ եթե ես մազանդարան չգնայի քեզ համար,
և որտեղ որ ամենակուլ դևեր կային անհամար, չհանեի աչքն ու սիրտը ամենակուլ հրեշի, շահի համար ոչ մի էակ այդքան զրկանք չէր քաշի։ Այժմ չէիր ունենա դու իշխանություն ու կնիկ, ու դեստանի որդու վրա չէիր թափի նախատինք։ Ռոստամ-Զալը Քաուշ֊շահին խոսքեր ասաց այսպիսի ու թույլ տվեց, որ ամեն քաջ իր ուզածի պես խոսի, ապա դիմեց իրանացոց. Սոհրաբ քաջը երբ կգա, չի նայի մեծ ու փոքր, կգլխատի անխնա, ձեզնից ամեն մեկը հիմա թող իր գլխին անիճար, ով որ գլուխ ու խելք ունի, չի սխալվի անպատճառ, դուք չեք տեսնի, որ Ռոստամը կռվի համար վազվզե, Իրանը ձեզ մնաք բարով, ես կթրջեմ հանց բազե։ Ասաց քաջը ու խթանեց իր նժույգը, հեռացավ, կաշին կարծես տրաքվում էր ու պատճառում սրտին ցավ։ Զորավարների խորհրդակցությունը։ Լուռ նստեցին իշխանները կեսգիշերից մինչև տիվ, չէ որ իրանք ոչխար էին, իսկ Ռոստամը մեծ հովիվ։ Ձեր գուդերձին նրանք ասին, ով Փահլևան անվանի, դու պետք է, որ վերականգնես կոտրած սիրտը Ռոստամի, Ռոստամ-Զալը քեզնից բացի չի լսի ոչ մի մարդու, նորից կգա, երբ որ լսի ջերմ խոսքերը քո ազդու։ Աշխարհակալ շահի մոտ դու ունես պատիվ ու հարգանք, քո խոսքերը նրա սրտում կգտնեն լավ արձագանք։ Ուստի գնա այդ տաքարյուն ու դիվահար շահի մոտ, չնայած նա չի հասկանում ոչ պատկառանք, ոչ ամոթ։ Ասա, որ ես Ռոստամ-Զալին մեծարում եմ, քանի կամ, գուցե կորած բախտը շպտա, գահաթոռիդ այս անգամ։ Այդ ասելով, նրանք նորից եկան մեկտեղ խորհրդի, մեծատոհմիկ իշխանները, ռազմիկները քաջորդի։ Եկավ Գիվը և Գուդերզը, և Բահրամը արիաթոռ, քաջ Գուրգինը և նրա հետ Ռահամ հսկան Շանթազդու։ Եվ ասացին. Քաուշ-շահը թեկուզ ունի պինդ գոտի, ոչ քաջերի սիրտն է շահում, ոչ օգուտը իր գիտի, Ռոստամ-Զալը մեծ գործերով հայտնի է ողջ աշխարհին, նա Քաուսին կյանք պարգևեց ու փառք բերեց Իրանին, նա նեղության ժամին հասավ և ազատեց Քաուսին, Ռոստամ-Զալն էր, որ ծանր բեռ դրեց միայն իր ուսին։ Մազանդարան գնաց շահը, սակայն ընկավ նա գերի, ծանր կապանք դրին թե մեր և թե շահի ձեռքերին, դրա համար քաջ Ռոստամը կրեց վիշտ ու նեղություն, մինչև դևի գանգը ջարդեց ու բերանից թափեց թոյին, այնուհետև արքայական գահը տվեց Քաուսին և մեծարեց նրա փառքը հողաշխարհից մինչ լուսին։ Նույնը եղավ Համավերան հողում, երբ որ ամրակուռ շղթան ջարդեց, այնուհետև նրան նորից բերեց տուն։ Շահի համար քաջ Ռոստամը գլուխներ էր թռցնում, բայց երբևէ իր թիկունքը ցույց չի տվել թշնամուն, շահին փրկեց, որ նա կրկին ստանա նոր գահաթոռ, այնուհետև եկավ նրա մոտ, ծառայեց գլխի կոր։ Այդ բոլորի համար շահը հրամայեց կախաղան, լավ է երես թեքենք շահից ու հեռանանք հավիտյան, սակայն հիմա նեղն ենք ընկել,
ուրիշ ճամփա մենք ընկանք, Ռոստամ Զալի մեծ կարիքը այժմ պետք է որ զգանք, պետք չէ հիմա զորքին թողնել վհատության վշտի մեջ, քանզի գիտեն, որ մենք այստեղ մղում ենք տաք բանավեճ։ Ռոստամ Զալը երբ հեռացավ, պիտի ընկնենք դռնեդուռ, նա իր մեջքը ցույց տվեց մեզ, իսկ երեսը դեպ Զաբուլ։ Ինչպես պիտի կռվենք առանց սպարապետ Ռոստամի, երբ չկա նա, մեր կռիվը դու համարիր լոկ քամի։ Մեկն ու մեկս թող որ գնա և շուտ հասնի այդ փղին, նորից նրան համոզի, որ կրկին փոխի իր ուղին։ Գուդերզը համոզում է Քաուսին։ Քոշուվադի որդի Գուդերզն իսկույն գնաց շահի մոտ։ Ռոստամ Զալի փառքի մասին խոսքեր ասաց սրտամոտ։ Ռոստամ Զալի մեղքն ինչ է, որ քշեցիր իրանից, երբ որ մեր դեմ զորք է եկել քինախնդիր Թուրանից, ապա հիշիր համավերան դևաշխարը աղծապիղծ, դու մոռացար Ռոստամ Զալին, որ քեզ փրկեց շղթայից։ Այդ բոլորի փոխարեն, շահ, ցույց տվիր դու մահուսյուն, արդարության խոսքը միայն շահի բերնից են լսում, այդ է միթե հատուցումը քո լավության փոխարեն, երբ ցանկացար նրա համար կախաղանի փող հարեն։ Նա հեռացավ, իսկ ոսոխը մոտենում է քայլ առ քայլ, թուրանական զորքը հիմա վարում է մի սոված գայլ։ Ունես արդյոք այնպիսի քաջ Ռոստամից վեհ ու կարող, որ թշնամու գլխին թափի կործանումի քար ու հող։ Ռոստամի պես փահլևանին, ով իր երկրից վռնդի, անխելք պիտի լինի կամ թե տհաս մարդու փուչ որդի։ Շահը պետք է խելոք լինի և հեռատես ղեկավար, բռնությունը երբ է եղել մարդու համար օգտակար։ Քաուս շահը ուշիմ լսեց, բայց նրան չէր համառում և հասկացավ, որ Գուդերզը իրոք ճիշտ է բարբառում։ Փոշմանեց, որ Ռոստամ Զալի հետ վարվեց նա խստասիրտ, պետք չէր նրան վատաբանել այդքան դաժան, այդքան բիրտ։ Ասաց. Գուդերզ, խելոք միտքդ պարզ է, ինչպես լուսատուն, խրատները քո բերանից աղբյուրի պես են հորտում։ Այո, շահը պետք է լինի զուսպ ու անկիրք, հետամուտ, փորձով տեսա, որ ցասումից չստացանք մենք մի օգուտ։ Այժմ պետք է աճապարես դու Ռոստամի հետևից, շահիր սիրտը քաղցր խոսքով ու շուտապույտ լուր տուր ինձ։ Նրա սրտից հանիր բոլոր վերքերը իմ պատճառած, ցույց տուր նրան արդարուղի, իսկ իմ կողմից առատ գանձ։ Հասիր նրան, ետ բեր ինձ մոտ այդ առյուծի ժիր-ձագին, որ իմ խավար հոգում նորից արեգակի լույս ծագի։ Ռոստամի վերադարձը շահի մոտ։ Ձեր Գուդերզը շահի մոտից իշխանների հետ մեկտեղ իսկույն գնաց, որ համոզի Ռոստամ Զալին հանճարեղ։ Երբ որ նրանք հեռվից տեսան փահլևանին հաղթանդամ, հավաքվեցին նրա շուրջը, որ հերոսին մաղթանք տան։ Աղաչեցին, պաղատեցին փղամարմին առյուծին,
Հավերժ մնա քո կյանքը թող և քո հոգին լուսածին, աշխարհն արար թող որ լինի քո նժույգի ոտքի տակ, նստած տեղդ միշտ գահ լինի, ով Իրանի մեծ պարծանք։ Դու լավ գիտես, որ քաոսի գլխում խելք չէ, այլ քամի, ցասման պահին փչում է նա, որ կողմից որ պատահի։ Ասում է նա ու փոշմանում, խելք չունեցող մարդու պես, ժողովուրդը ինչ մեղք ունի, երբ որ շահը խայթեց քեզ։ Եթե սիրտդ վշտացած է, նեղացիր դու քաոսից, իսկ ինչու ես լքում դու մեզ նետում տեգը քոուսից։ Մի խռովիր դու մեզանից, մի թող այսպես մենակ, շահը հիմա փոշմանել է, կուրծք է ծեծում շարունակ։ Այնուհետև պատասխանեց Ռոստամ-Զալը Փահլևան. Ես քաոսից պահանջ չունեմ, չեմ ենթարկվի միշտ նրան, ձիուստամբը իմ գահն է, սաղավարտս գլխիս թակ, լայն թիկնոցս զրահն է իմ, աշխարհը ինձ հպատակ։ Ինչպես մարդուն խոսքեր ասած անվայել ու անարժան, իր զինվորի հանդեպ շահը խստասիրտ է ու դաժան։ Երկու անգամ ազատեցի շղթաներից ամրակուռ, նրան տվի արքայական թագն ու գահը ոսկեհուռ։ Ազատեցի Մազանդարան դևաշխարից մահացեց, Համավերան շահին նույնպես ես արեցի գահանկեց։ Քաուշ շահին ազատեցի գերությունից մեկ ընդմիշտ, երբ որ տեսա կապանքներում տառապում էր դառնավիշտ։ Բայց քաոսի դատարկ գլխում չկա նույնիսկ չնչին խելք, դաժան է նա իր բնությամբ, չունի շահի հզոր ձեռք։ Ամեն բանից սիրտս ու հոգիս լիացել է դեռ մանկուց, ես ոչ մեկից չեմ վախենում, բացի հզոր Աստծուց։ Երբ ավարտեց ասելիքը ու շունչ քաշեց նա թեթև, այնուհետև Փահլևանին ծեր գուդերձը ասաց թե. Շահնշահը և Իրանի իշխանները անպայման այս դիպվածին ուրիշ կարծիք ու մեկնություն պիտի տան, կասեն Ռոստամ-Զալը ինչու թողեց թուրքին, հեռացավ, բոլոր մարդիկ կբամբասեն, թե իրավ որ վախեցավ։ Գոսթեհեմի լուրը եթե մենք իսկություն համարենք, պետք է թողնենք երկիրը մեր ու հեռանանք վշտաբեկ։ Կասեն, եթե քաջ Ռոստամը պատերազմել չի կարող, թուրքի հանդեպ մենք բոլորս կամ մոխիր ենք, կամ թե հող։ Իսկ թե ինչ էր քո և շահի բուն պատճառը գժտության, մենք լավ գիտենք, թեկուզ դրան մարդիկ ուրիշ անուն տան։ Որքան էլ սեկ Սոհրաբի մասին խոսեմ սարսափով, մեր երկրից ով Փահլևան, մի հեռացիր դու խռով։ Ողջ աշխարհում քաջ Ռոստամի անունն է լոկ հռչակված, ուստի պետք չէ այս առիթով փառքի գահից իջնես ցած։ Գիտես հիմա ինչ նեղության մեջ է զորքը մեր ամբողջ, դու Իրանի շահի գահը մի դարձրու դատարկ որջ։ Ամոթ է մեզ, որ թուրքերի դեմ չգնանք ռազմադաշտ, այդ գործում էլ կնախատի մեզ ամեն մի բարեպաշտ։ Այդ խոսքերը նրան ասաց ծեր գուդերձը բանիմաց, իսկ Ռոստամը երբ որ լսեց, մի պահ մնաց զարմացած։ Այնուհետև նրան ասաց Փահլևանը մեր քաջայր.
Աշխարհն արար իմ նժույգով, պտտվել եմ ծայրեծայր, եթե բանը այն է, որ ես վախենում եմ այս անգամ, ապա կգամ և իմ կյանքը ես կզոհեմ ինքնակամ, գիտես, որ իմ սիրտն ու հոգին նվիրել եմ իրանին, սակայն Քաուշահը վատ է ճանաչում իր զինվորին, գործի ներկա հանգամանքը պահանջում էր այլ բնույթ, նորից պիտի շահի մոտ գար, քանզի գործեր կային մութ, ուստի մտքից հանեց դաժան նախատինքը Քաուսի, վերադարձավ, որ Քաուսը ինչ որ ասի, լուռ լսի։